Գիտեք, որ Ռուսաստանի Դաշնությունը չի շտապում շնորհավորել կայացած ընտրությունները, քաղաքացիական պայմանագիր կուսակցության վերընտրվելը, որպես կառավարող ուժ եւ տարբեր քաղաքական գործիչների շուրթերով փորձում է դելեգիտիմացնել ընտրությունները։ Նախորդին էլ Ռուսաստանի Դաշնության պետական դումայի պատգամավոր պարոն Զատուլինն է Էխո Մոսկվին հարցազրույց տվել եւ շարունակելով ընտրությունների ոչ լեգիտիմ լինելու թեման ազդարարել է, որ մենք հայտարարում ենք, որ չենք ընդունում այս ընտրությունների արդյունքները որպես ազնիվ եւ օբյեկտիվ։ Սակայն քանի որ մենք Հայաստանի հետ գտնվում ենք դաշինքներում եւ ավանդաբար զարգացնում ենք կապերը, այսուհետ էլ կշարունակենք նրա հետ, ելնելով այն բանից, որ այսօր այն գլխավորում են մարդիկ, որոնք իշխանության ղեկին են մնացել անարդար ոչ ժողովրդավարական ընտրությունների արդյունքում։ Պարոն Զատուլինը նաև հավելել է, որ Մոսկվան փաստացի կշարունակի համագործակցությունը Հայաստանի գործող իշխանությունների հետ, միաժամանակ արձանագրելով, որ արդյունքները դե յուրե չճանաչելու քաղաքական դիրքորոշում է հայտնելու։ Խնդրում եմ պարզաբանել, ինչու է աղմկում պարոն Զատուլինը, ավելի ճիշտ, ինչու է աղմկում Մոսկվան պարոն Զատուլինի եւ այլ գործիչների բերանով։ Շնորհակալ եմ շատ։ Ես կարծում եմ, որ մենք պետք է մի փոքր ավելի քիչ ուշադրություն դարձնենք, թե օրինակ որ երկրներից են գալիս նման հայտարարությունները եւ մենք գիտենք, թե ինչքան մեծ խմբ երկրներից արդեն մենք ստացել ենք շնորհավորանքներ նույնիսկ առաջին իսկ օրերից սկսված եւ բոլորն էլ ճանաչել են ընտրությունների լեգիտիմությունը եւ այսպես էլ շարունակվելու է։ Իհարկե ընդդիմադիր դաշտը ունի իր կարծիքները այս վերաբերյալ եւ ընտրակեղծարարության մասին խոսում է, դիմելու են սահմանադրական դատարան եւ այլն, բայց ես կարծում եմ այս process-ները ավարտելուց հետո այնուամենայնիվ բոլորը կհաշտվեն այն մտքի հետ, որ ընդհանուր առմամբ ընտրությունները անցել են ազատ, թափանցիկ եւ լեգիտիմ ճանապարհով, այլ է հարցը, թե միջև ընտրությունները ինչպիսի մեծ սխեմաներ են օգտագործվել ընտրությունները հնարավորինս դելեգիտիմացնելու, ինչպես նաեւ ընտրակաշառքների, մարդկանց բերելու, հորդված ընտրություն կազմակերպելու ուղղությամբ, որը բացառապես արել է հենց ընդդիմադիր դաշտը եւ ոչ թե իշխանական կողմը, ինչքան էլ փորձեն դելեգիտիմացնել ընտրական ընտրության արդյունքները, այնուամենայնիվ ունենք բարձրագույն մարմին, որը կկատարի որոշում կկայացնի եւ անկախ ամեն ինչից, թե ինչ փաստեր կներկայացվեն, ես կարծում եմ մենք կսպասենք, թե ինչ հայցեր կներկայացվեն, ինչ որոշում կկայացվեն ըստ այդմ, եւ ես կարծում եմ, որ հարևան երկրներն էլ ուզեն թե չուզեն հաշվի կնստեն այդ կարծիքների հետ եւ էլի պետք է նշենք, եթե հանգարց լիներ ինչ որ մի փոքր ընտրակեղծարարության հիմք իշխանության կողմից կամ ընտրությունների հետ կապված, վստահ եղեք հիմա հրապարակները լցված կլինեին մարդկանցով, ովքեր կպայքարեին իրենց քվեի համար, որովհետեւ մենք 18 թվականից մարդկանց օժտել ենք ազատ ընտրելու իրավունքով եւ այսօր ժողովուրդն է պատկանում իշխանությունը եւ ժողովուրդն է ընտրում իր իշխանությունը եւ ժողովուրդը ընտրել է իր իշխանությունը։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։